Երբ անընդհատ պնդում եմ, որ մեր ամբողջ քաղաքական համակարգը մինչև հիմքը փտած է ու վերից վար լի է դավաճան սրիկաներով, որոնք հովանավորվում են տարբեր օտարգործակալական ցանցերի, ինչպես նաև նրանց ենթարկվող աղաների ու օլիգարխների կողմից, կարծում են, թե ես չափազանցնում եմ կամ ծայրահեղական եմ։ Սակայն ինձ համար ծայրահեղականը մեր ներկայիս ողբալի վիճակն է, որտեղ դեպի նոր ցեղասպանություն գնացող ժողովրդի մեծամասնությունը ապրում է ջայլամի պես, իսկ նրանց որպես այլընտրանք անընդհատ մատուցվում են նույն ազգադավ դեմքերը տարբեր դիմակներով, կարծես թե հայ ազգը դատապարտված է մշտապես այսպիսի ազգուրացների միջև ընտրելու։ Ծայրահեղականը այն է, որ ներկայիս բոլոր իրարից ոչ մի կերպ չտարբերվող քաղաքական կուսակցությունները եւ նրանց փոքրօքի արբանյակները ընդունել են հանձնվելու գաղափարախոսությունը։ Ես մեղավոր չեմ, որ մեր երկրում այսպիսի դավաճանական համակարգ է տիրում։ Ես միայն ասում եմ պարզ ճշմարտությունը, որը մեր երկրում գրեթե ոչ մի այլ քաղաքական գործիչ հետևողականորեն ու այսքան հստակ չի ասում։ Սա իհարկե մեր ազգին սպառնացող գլխավոր ներքին խնդիրն է, եւ ես մշտապես ասել եմ, որ միայն այս նեոբոլշևիկյան համակարգից ամբողջությամբ դուրս եւ ամբողջությամբ դրա դեմ կանգնած քաղաքական գործիչը եւ քաղաքական շարժումը կարող են իրական ու դրական փոփոխություն առաջացնել մեր երկրում։ Փաստն այն է, որ ով մաս է կազմել կամ նույնիսկ առնչություն ունեցել այս աղտոտված ճահիճի հետ, ինքն էլ է աղտոտված լինելու։ Եթե իրական փոփոխություն եք ուզում, բայց շարունակում եք ընտրել նույն համակարգից տարբեր դիմակներով սրիկաներին, ապա դուք ընդհանրապես չեք հասկացել բուն խնդիրը։ Ավելի հեշտ ուխտը ասեղի ծակով կանցնի, քան արդար ու ազնիվ մարդ կհայտնվի այս համակարգից։ Շատերը խոսում են փոփոխությունից, բայց իրականում վախենում են դրանից, հատկապես տարեցները։ Այդ է պատճառը, որ իրական փոփոխությունը կարող է առաջանալ միայն նոր սերնդի ազգային երիտասարդությունից։ Մեզ իշխանափոխությունը կամ բարեփոխումները բացարձակ չեն կարող փրկել, ինչպես վերանորոգումը չի կարող փլուզումից փրկել ներսից նեխած տունը։ Պետք է հաղթահարել վախը, դադարել ինքնախաբեությամբ զբաղվել եւ վերջապես գալ այն եզրահանգմանը, որ միայն արմատական ազգային հեղափոխությունը կարող է այս դեպի ինքնակործանում գնացող համակարգի մոխիրների վրա կառուցել լիովին նոր ազգային պետություն, որը կվերականգնի մեր փառքն ու պատիվը, փրկելով մեր հայրենիքը համընդհանուր մասնատումից եւ մեր անկախությունը վերջնական կործանումից։ Միայն այսպես մենք կկարողանանք կոտրել այս խղճուկ ու ստրկամիտ մտածելակերպը, կրկին դառնալով հզոր ու հաղթանակած ազգ։ Երբ շատերը այս գալի կրկեսային ու խայտարակ ընտրությունների ժամանակ պայքարելու են ազգային ժողովում աթոռներ զբաղեցնելու համար, մենք հայազգայնականներս շարունակելու ենք քարոզել եւ գործել հետեւյալ պարզ ճշմարտության ուղղությամբ։ Հայ ազգային հեղափոխությունը մեր միակ լուծումը։